Իշխան Սաղաթելյանը օրինակ ասած չէ նաև բանի մասով, որ շատ ասում, որ այս երկրում ընտրություններով իշխանություն չի փոխվել։ Մինչև 2018-ն էլ փողոցով իշխանություն չէր փոխվել, բայց եղավ, չէ՞։ Այնպես որ ընտրություններով հնարավոր է իշխանություն փոխել։ Ռոբերտ Քոչարյանի որդու բացառիկ խոստովանությունները։ Իր խոսքում ըստ էության նա փաստում է, որ մինչև 2018 թվականը Հայաստանում հնարավոր չէր ընտրությունների միջոցով իշխանություն փոխել։ Նա իհարկե անդրադառնում է 2018 թվականի հեղափոխությանը, բայց մի փոքր այլ լույսի ներքո, եւ եթե մի փոքր անկեղծ գտնվեր, ապա կասեր, որ 2018 թվականին հեղափոխություն տեղի ունեցավ, քանի որ մինչ այդ Հայաստանում իր հոր եւ նրա իրավահաջորդի կառավարման տարիներին ստեղծվել էին պայմաններ, որոնց շրջանակներում հնարավոր չէր Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն փոխել եւ հետեւաբար ժողովուրդը գնաց հեղափոխության ճանապարհով իշխանությունը փոխելու։ Դրանից հետո թերևս Լևոն Քոչարյանը կատարում է ամենամեծ խոստովանությունը, հայտարարելով, որ այսօր Հայաստանում այո հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանություն փոխել, ըստ էության խոստովանելով, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, քանի որ միայն ժողովրդավարական երկրներում է հնարավոր ընտրությունների միջոցով իշխանություն փոխել եւ դրանով իսկ հերքում է իրենց թիմերի կողմից տարիներով շրջանառվող այն կեղծ թեզը, որ Հայաստանը ավտորիտար եւ բռնապետական երկիր է։ Ավելին, եթե Լևոն Քոչարյանը մի փոքր էլ անկեղծ գտնվեր, ապա պետք է շնորհակալություն հայտներ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որ նրանք վերադարձրեցին իրեն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու իր ընտրության իրավունքը, որից նա զրկված է եղել նույնիսկ իր հոր եւ նրա իրավահաջորդի կառավարման տարիներին։